Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն Ամռանը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ։ Հայաստանի պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը ոչ հաստատում են, ոչ էլ հերքում։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ինչի համար կարող է դա արվել։ Առաջին այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան Russia Today գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ պետական գնումների գործակալության բաց տեղեկություն է, դա իսկապես բաց աղբյուր է, քանի որ Պենտագոնը բաց մրցույթ է հայտարարել, տենդեր է հայտարարել տրանսպորտային ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Եվ այս տեղեկության համաձայն մեծ խմբաքանակը զինատեսակների Հայաստան պետք է տեղափոխվի գերմանական Դյուլմեն այդ զորավարժարանից, ռազմաբազայից, եւ դա պետք է տեղի ունենա հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 7-ը ընկած հատվածում։ Վրացական Փոթի նավահանգստով պետք է տեղափոխվի Հայաստան այդ տեխնիկան եւ տեղաբաշխվի Հայաստանի Զար զորավարժարանի տարածքում։ Եվ հաշված շաբաթներ անց կրկին պետք է դուրս բերվի եւ նույն ուղիով վերադարձվի Գերմանիա։ Մինչեւ սեպտեմբերի 20-ը այդ տեխնիկան պետք է Հայաստանի տարածքից հանվի։ Պենտագոնում ըստ էության նույնպես չեն հերքել այդ տեղեկությունը, ու պարզապես հրաժարվել են մեկնաբանել, ինչը գրեթե հավասարազոր է տեղեկության հաստատմանը։ Եվ կարող ենք բավական մեծ հավանականությամբ կարծիք հայտնել, որ այս ամենը կապված է այն զորավարժանքների հետ, որը պետք է տեղի ունենան Հայաստանում ամռանը, հայ-ամերիկյան զորավարժանքների մասին է խոսքը, Eagles Partner զորավարժանքները այս անգամ երրորդ անգամ պետք է տեղի ունենան, 23 թվականին առաջին անգամ եղավ, անցած տարի նույնպես ամռանը եւ նույնպես հատուկ այդ նպատակով Եվրոպայից ամերիկյան տեխնիկա էր տեղափոխվել Հայաստան, սակայն շատ ավելի համեստ ծավալի։ Այս անգամ խոսքը գնում է 151 միավոր տեխնիկա տեղափոխելու մասին, ինչը իսկապես բավական մեծ թիվ է։ Անցած անգամ նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիան էր մասնակցում, հավանաբար այս անգամ եւս։ Ինչպես եւ անցած անգամ Ադրբեջանը այս անգամ եւս կարծում եմ իր դժգոհությունը կարտահայտի եւ նաեւ այդ զորավարժանքներն էին պատճառը, որ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև որոշակի այսպես լարվում առաջացավ հարաբերություններում եւ ուրբաթ օրը Իլհամ Ալիևը իր հույսը հայտնեց, որ նոր վարչակազմը կվերանայի Բայդենի վարչակազմի մոտեցումները Հայաստանի հետ ռազմական հարցերում համագործակցության վերաբերյալ։ Բայց այս փաստը եւս վկայում է այն մասին, որ նոր վարչակազմը ոչ միայն հակված չէ վերանայել ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ, այլ նաեւ մտադիր է զարգացնել այն։ Հիշեցնեմ, հին վարչակազմի այդ լիազորությունների վերջի օրերի ընթացքում ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը եւ ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ շատ շուտով կլինեն նորություններ կապված այդ համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ նա նկատի ուներ հենց այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Արտյոմ, տպավորություն է ստեղծվում, որ վերջին շրջանում ամերիկացիները ակտիվացել են։ Դե իհարկե դա կապված է այդ հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, բազմաթիվ խաղացողներ են ակտիվացել, բնական է ամերիկացիները եւս, ուրբաթ օրը պետդեպը տարածեց պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները ողջունում է այդ համաձայնությանը, այդ հարցի վերաբերյալ եւ նաեւ գիտենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ X միկրոբլոգում նա գրառում է արել, հետեւյալ բովանդակության մեջ բերում եմ. ես ասացի նրան, որ մենք հիմա պետք է ավարտենք այդ համաձայնագիրը եւ ազատ արձակվեն գերիները։ Սա չափազանց կարևոր, այսպես ուղերձ է Ալիևին ուղղված, քանի որ առաջին անգամ ԱՄՆ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյան ոչ միայն կոչ է անում օր առաջ ստորագրել հայ համաձայնագիրը, այլ նաև պահանջում է օր առաջ ազատ արձակել հայ գերիներին։ Օրեր առաջ նույն կոչով հանդես եկավ նաև Եվրախորհրդարանը։ Եվ եւս մի չափազանց կարևոր հանգամանք, որի մասին պարզ պատճառներով ավելի քիչ է խոսվում։ Ուրբաթ օրը իմացանք այն մասին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ
Ուիտկոֆը Մոսկվայից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին մի քանի ժամով վայրեջք է կատարել Բաքվում եւ դրա մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի եղել, պարզապես Flyradar պորտալը, որը հետևում է ինքնաթիռների այդ տեղափոխությանը, հաստատել է, որ Ուիտկոֆի ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել գիշերը ժամը 2-ին 5 պակաս եւ 5:30 վայրեջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Մոտ 2 ժամ է նա անցկացրել Բաքվում եւ առաջին հայացքից դա կարող էր կապված լինել ինչ-որ տեխնիկական սպասարկման հետ կամ վառելիքի հետ կապված, բայց փորձագետները վկայում են այն մասին, որ Gulfstream G650 տեսակի ինքնաթիռը կարող է գրեթե 13,000 կիլոմետր անցնել առանց վառելիքի ավելացման։ Մինչդեռ Մոսկվայից Վաշինգտոն ընդամենը մոտ 8,000 կիլոմետր է։ Այսինքն կարող ենք վստահ լինել, որ սա ոչ թե տեխնիկական, այսպես վայրեջք էր, այլ հենց վայրեջք, որի նպատակն էր ինչ-որ բանի մասին ինչ-որ մարդկանց հետ խորհրդակցել։ Եվ չի բացառվում, որ բանագնացը անգամ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ամենայն հավանականությամբ այդ զրույցում շոշափվել է նաև հայ-ադրբեջանական խաղաղ-համաձայնագրի թեման եւ միգուցե նաև հայ ռազմագերիների ճակատագիրը։ Թեև օրինակ Jerusalem Post իսրայելական թերթը գրում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն քննարկվել է Միացյալ Նահանգներ Իսրայել-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափը։ Այլ տեղեկությունների համաձայն քննարկել են նաև ադրբեջանական նավթը Եվրոպա մղելու եւ գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա ուղարկելու տեղափոխելու հարցը։ Ամեն դեպքում ամերիկացիների ակտիվացումը այս հարցում ակնհայտ է։ Շնորհակալություն Արծո։